Այդ հոգևոր ուրախությունը նաև կարևոր արժեք է։ Մենք երբ խոսում ենք տառապանքի, մեռնելու, պայքարելու, պատերազմելու մասին, մարդկանց մոտ տպավորություն է, որ քրիստոնեությունը նեգատիվ կրոն է, բայց այնպիսի ուրախություն կա, որն է ձեր մեջ քրիստոնեական կյանքի մեծագույն ուրախությունը, որն օգնում է ձեզ ապրել։ Ավելի մեծ սեր չկա, քան իր կյանքը մեկը զոհաբերի, հա? Այսինքն, ինչու ենք մենք գնում զոհաբերության։ Ինքնանպատակ չի, անիմաստ չի այդ զոհաբերություն, չէ, սերն է մեզ մղում զոհաբերության։ Ուրեմն սերը սկսվում է զոհաբերությամբ եւ ավարտվում է Քրիստոսի հարությամբ։ Եթե մենք ունենք սեր, ապա ուզելու ենք զոհաբերվել։ Եթե մենք չունենք սեր, ապա զոհաբերություն մեր համար մազոխիզմ ալնելու։ Մազոխիզմը ինքնաձախկում, ինքնադատապետում, անիմաստ բան ալինելու։ Բայց երբ որ մեր մեջ սեր կա, մենք ուզելու ենք զոհաբերվելու։ Ինչ ունեք ծնողը առանց մտածելու գնում է երեխայի համար զոհաբերվելու։ Պատրաստ է իր կյանքը տալ եւ երեխայի կյանքը փրկել։ Այդպես էլ սերը, եթե կա մեր մեջ, մենք սիրով ուզում ենք զոհաբերվել։ Մեր կյանքի իմաստը դա այդ զոհաբերությունն է։ Քրիստոսին չէր ասում ավետարանում, ասում էր, որքան եմ փափագում այս բաժակը խմել։ Տաթևացին ասում է, որ ասում էր, խաչի վրա ծարավ եմ, ինչի էր ծարավ, մարդկության փրկությանն էր ծարավ։ Ոչ թե ջուր էր ուզում, չէ, ջուր չէր ուզում։ Մարդկության փրկությանն էր ծարավ, ուզում եմ այս բաժակը խնեմ զոհաբերության։ Երբ որ դու գիտես, որ կզոհաբերվես, ու ամբողջ մարդկությունը ինչքան եղել է, կլինի, կփրկվի, իհարկե կզոհաբերվես։ Ուրեմն այս սերը թող մեզ տանի զոհաբերության, բայց գիտեք, զոհաբերությունը պարտադիր չի մարմնով լինելու։ Զոհաբերությունը նախ մտքով է լինում, սրտով է լինում, մեր կամքն ենք, մեր եսը, մեր ցանկությունը, մեր կարծիքը շատ անգամ զոհաբերում ենք հանուն ընդհանուր բարօրության, հանուն համերաշխության, հանուն խաղաղության։ Այս զոհաբերությունը մենք միշտ կարող անենք։ Մարմնավոր զոհաբերությունը դա Աստված չլինի, եթե պետք լինի գնանք հայրենիքի համար զոհվենք, բայց հերիքա զոհվեցինք։ Թող մեր հայրենիքը, մեր քրտինքը, մեր արյուն արտասոքը ոչ թե մեր երեխեքի համար, այլ մեր հողի վրա թող ընկնի, որ ծառ աճի, որ ցորեն ու գարի լինի, մեր հայրենիքը